Լևոն Մկրտումյան, 35 տարեկան, խոշոր գործարար է, ամուսնացած չէ։ Ալո։ Ռազմիկ Ջանիկյան, 34 տարեկան, աշխատանքի տեղավորման գործակալության տնօրենն է, զուգահեռ ղեկավարում է իր նորաբաց ձեռնարկությունը, ամուսնացած չէ, Լևոնի հետ ծանոթացել և մտերմացել են գործնական հանդիպումների ընթացքում։ Ռազ, բարև Ռազ ջան, ոնց ես։ Յա, Լյով ջան, բարև աղբերս, դու ոնց ես, ցավը տանը։ Այ աղբեր, ես քեզնից գործավարուհի եմ ուզում, դու ում ես ուղարկում, չեմ հասկանում, ով է այդ կռազի շոֆերը։ Այդ ցավը տանեմ, ես վարող չեմ ուղարկել, հաստատ գործավարու է եղել, անձամբ ես եմ թղթերը նայել։ Լյով կարող է ինչ-որ բան խառնում ես, հաստատ է ինչ-որ սխալ բան է եղել։ Չէ, չեմ շփոթում, այ աղբեր, որ դու մեկին ուղարկում ես իմ մոտ, մի հատ արտաքինին չես նայում ով է ինքը, թե հատուկ ես անում, որ հետո ծիծաղացվեր ես։ Տո չէ, այդ ցավը տանեմ, կամար կարևոր չի գործին նվիրված մարդ լինի, դե հիմա սիրուն ա գեշ այդ արդեն քո խնդիրը չի։ Լավ, հələ դու են ասա, ընդունեցիր աշխատանքի, թե չէ։ Չէ, չընդունեցի բնականաբար։ Դեռ մի բան էլ ավելին ասեմ, հետ եմ ուղարկել քո մոտ։ Ասացի, որ ես գործավարուհի չեմ ուզել ոչ ոքից։ Ու տեղյակ չեմ բանն ինչ ունա։ Եվ այնպես որ պատրաստ սպասի գալիս է քո մոտ ճշտելու։ Լավ էլ այ ախպեր հազիվ էի դրանից գլուխս ազատել։ Հələ մի րոպե սպասի Լյով ջան։ Ալո։ Հա ասեք բարձրանա վերել։ Հենա եկավ, հիմա չգիտեմ դրա հետ ինչ եմ անելու։ Դե ինչ պետք է անես, ընդունի քո մոտ աշխատանքի հենա թող Սուսիկի հետ հերթափոխով աշխատել։ Լավ կնայես, հա, նայի։ Լավ։ Լավ առաջ։ Լավ, հա։ Դե ընդունի իրելի։ Մտեք։ Բարև ձեզ, ես աշխատանք եմ փնտրում, կարող է աշխատանք ունենաք։ Լիլիա Այվազյան, 25 տարեկան, մասնագիտությամբ լեզվաբան է, չի աշխատում, ամուսնացած չէ։ Ոչ։ Չեք լսում, հա, ասում եմ, ես աշխատանք եմ փնտրում, կարող է աշխատանք ունենաք։ Կներեք, երևի չունեք։ Որ սրանով ներստողեց։ Չէ, այսօր իմ օրը չի, հաստատ։ Բարև կյանքս։ Բել, բարև ջան, ոնց է ցավը տան։ Լավ եմ։ Բելլա Բեգլարյան, 25 տարեկան, Լևոնի ընկերուհին է, չի աշխատում։ Ես չլինի էլի նեղացած ես։ Հա, հենց նեղացած եմ։ Այդքան խնդրեցի, չէ, որ ընկերուհուս մոտդ գործի տեղավորես, մինչև ուրիշ գործ գտնի։ Չընդունեցիր, ինձ էլ ամոթով թողեցիր։ Բել ջան, լավ էլի, ցավը տնեմ, դու գիտես, որ ես մոտիկ ծանոթներիդ ընդհանրապես չեմ ուզում գործ ունենամ, հասկանում ես։ Դե հիմա տենց եմ, ինչ անեմ։ Մի նեղացի էլի։ Լավ, դու ավելի լավ ինձ ասա, այսօր քեզ ուր հրավիրեմ, հա։ Ինչ ուզես կանեմ, ասա։ Ինչ անեմ, որ խաթրդ առնեմ։ Ոչ մի բան էլ չեմ ուզում։ Ու ոչ մի տեղ էլ հետդ չեմ գա։ Լավ դե։ Չես ուզում։ Բայց դե սենց փոշմանես կզանգես, եղավ։ Լավ։ Ալո, անջատես։
Հաբել։ Կյանքս ես արդեն փոշմանեցի։ Իսկ եթե ուզում ես ասեմ, ինչ անես, որ սիրտս շահես, ես դա կասեմ երեկոյան, երբ հանդիպենք։ Վայ, Բելջան։ Ափսոս, բայց մի քիչ ուշացար։ Այսինքն, Դե ուղիղ մի վայրկյան առաջ տղերքը զանգեցին, հեղվիրեցին, միտեղ գնում ենք, մեկը տոր հաց ուտենք։ Ես էլ, քանի որ դու ինձ մերժեցիր, ես էլ հրավեր ընդունեցի։ լավ ես արել։ Ես էլ քեզ հետ կգամ։ Չէ, Բելջան, գնալես, բայց ես տղերքին ասեցի, որ մի հոգու համար պատվեր վերցնեմ։ Այնպես որ ես չեմ պատրաստվում այնտեղից սոված հետ գամ։ Բելջան, լավ կներես գործեր ունեմ, արագացնեմ վերջացնեմ, որ դուրս եմ գալիս, լավ։ Ալո։ Երկրորդ անգամ անջատեց։ Լավ, Լևոն տղա։ Մամ ջան, լսի ինչ եմ ասում։ Ես մի քիչ գործեր ունեմ, ինձ չսպասես ճաշին, հա։ Դու հաց կեր։ Ես իմ գործերով եմ։ Համեկի լսի, հանկարծ որ Բելլան զանգի չոր հարց ու փորձանի բանանի, դու տեղյակ չես, ես ով եմ։ Լավ, մամ ջան, լավ։ Դե լավ, առայժմ։ Էս ինչ ես անում, ընկեր ջան։ Արի։ Կներեք, դուք եք չնկատեցի, ես ուղղակի պայուսը կտեսա։ Ուղղակի ինչ, մտածեցիք, որ ես մուրաց կանեմ ու ինձ համար կոպեկ եք տալիս, հա։ Չեք ամաչում։ Հազար ներողություն, իրոք վատ վիճակում հայտնվեցի։ Թուրի մածություն էր, կներեք։ Լավ, ոչինչ։ Լավ, ես գնամ։ Գնա։ Ընկեր ջան։ Մոռացար։ Ես մեկ անգամ ներողություն եմ կտրում։ Կներեք, մի բան հարցնեմ, դուք աշխատանք եք փնտրում, դուք գտաք թե դեռ Վայ, չգտա։ Գիտեք, ինձ մի քանի հոգի խոստացավ աշխատանք տա, բայց դե սպասում եմ էլի։ Հա, վարզա։ Ուզում եք վաղ առավոտյան անցեք ինձ մոտ։ Գուցե ես ինչ-որ աշխատանք կարողանամ ձեզ առաջարկել։ Ճիշտ եք ասում, վայ, ես ինչ եք ասում, ես շատ շնորհակալ կլինեմ։ Վայ, անչափ երախտապարտ եմ ես ձեզնից։ Գամ ձեզ մոտ, հա, վերև բարձրանամ։ Չէ, ինձ մոտ չէ։ Եկեք ներքևում առաջին հարկում հարցրեք, Սուրենին հարցրեք։ Ինքը մի բան կանի, հա։ Սուրեն, մի րոպե գրեմ, էլի, Հա, գրեք, որ չմոռանաք։ Սուրենին, ուրեմն։ Սուրենին։ Գրեցիք։ Առաջին հարկում։ Առաջին հարկում։ Այո, լավ, շատ լավ։ Վաղը։ Ոյ, անչափ շնորհակալ եմ, ես ինչ լավ։ Դե ես Սուրենին կասեմ, ինքը ձեզ կսպասի, լավ։ Վայ, շատ շնորհակալություն։ Խնդրեմ։ Դե ես գնամ շտապում։ Հաջողություն։ Սուրենին, վաղը, առաջին հարկում։ Վայ, աստված ջան։ Կյանքս բան մոռացա ասեմ, իմացար են աղջկան, որ դենել են, որ նկարը ցույց էի տվել քեզ։ Դե ուղարկեցի տեսացույց մոտ, տեսածը չընդունեց աշխատանքի։ Բայց չասած ինչ չընդունել։ Դե ասում է դուրս չեկել, ես էլ չեմ ընդունում։ Դուրս չի եկել։ Չեմ հասկանում ինքը գործավար է ընտրում, թե մոդել։ Լավ, գիտես ինչ կանենք։ Ինչ։ Այն երկու միջին տարիքի կանայք որ կային, հա։ Նկարներ։ Հա։ Դրանք էլ ոչինչ հարմար են։ Վաղը դրանց պատրաստի ու ուղարկի Լևոնի մոտ։ Մենք պիտի արագացնենք, քանի ինքը ուրիշ գործավար չի ընտրել։ Մենք մեր մարդը պիտի ունենանք։ Ոնց ասես, սիրուն ես։ Բայց կյանքս գիտես ինչ եմ ուզում։ Ուզում եմ որ մի քիչ էլ մնաս մոտս։
Չէ, կյանքս արդեն ուշ է։ Լևոնը կարող է ուզենա երեկոյան իմ մոտ գա։ Պատկերացնում ես ինչ կլինի, որ գա տեսնի տանը։ Լավ, ավելի կյանքս։ Դե մի բան կխաբես Լևոնին, գիտես շատ եմ կարոտել քեզ։ Կյանք համբերի մի քիչ։ Ես պլաններ ունեմ Լևոնի հետ կապված, դրանք պիտի իրագործեն։ Մի քիչ համբերություն եւ մենք կվայելենք Լևոնի։ Լավ, բա հետո մենք ինչ ենք անել, որ ինքը մեզ չխանգա։ Մենք նրանք ուղարկենք այնտեղ, որտեղից դեռ ոչ ոք հետ չի եկել։ Լավ, վերկաց հագնվի ժամանակ չկա։ Բայց կյանք կարոտում եմ։ Արագացրու։